Այ լղարիկ, դե մի բան կեր էլի, թմբլոս, պոնչոս, հելարի մի հատ թուշիկներիցդ քաշեմ։ Լրիվ չիխոտկա ես դարձել, ինչքան պիտի չուտես։ Այս արտահայտությունները հաճախ արած կլինենք կամ մեզ արած կլինեն մեր ժամանակ, երբ փոքր էինք, կամ լսած կլինենք տարբեր միջոցառումների ժամանակ։ Պարզվում է, որ երեխաների սննդային վարքի ձևավորումները եւ առողջ վերաբերմունքը իրենց մարմնին ձևավորվում են նաեւ այսպիսի պիտակներից կամ գլխարկներից, որ դնում ենք նրանց գլխին։ Շատ կարևոր է, թե մենք որպես մեծահասակ ինչպես ենք վերաբերում մեր մարմնին, սննդին, ինչպիսի սովորություններ ենք կիրառում մեր տանը, ինչ են տեսնում ու լսում մեր երեխաները, անգամ երբ խոսում ենք մեր մասին, մեր հարևանի մասին, մեր երեխաների ու նրանց ընկերների մասին։ Եվ եթե ուզում ենք մեր երեխաներն ունենան առողջ սննդային վարք, այսինքն հանգիստ վերաբերեն սննդին, սնվեն նորմալ, գուցե ոչ ամեն ինչ, բայց բավարար, գուցե զանազան, բայց ոչ ամեն ինչ եւ ամեն քանակով, որով մենք ափսեով նրան կմատուցենք, պետք է սկսենք մեզանից։ Ինչպիսի վերաբերմունք մենք ունենք մեր մարմնի նկատմամբ, արդյոք նրանց ներկայությամբ հաճախ ասում ենք, օй, լցվել եմ, այս հագուստահագուստ չի մտնում, քանի անգամ ենք օրվա մեջ կշռվում, նրանց ներկայությամբ, որքան ֆիքսված ենք մեր մարմնի վրա, որքան ենք ֆիքսված մեր սննդընդունման վրա, այդտեղից էլ ձևավորվում է երեխային սննդային վարքը։ Այնպես որ կտրել ու անջատել մեզ երեխայից չի լինի երբեք, երեխաները ոչ թե ուղեցույցով են մեծանում, այլ օրինակով, եւ մենք լավագույն օրինակն ենք նրանց համար, եւ այդ մասին շատ մանրամասն խոսեցինք իմ այսօրվա հյուրի հետ, սննդային վարքի խանգարման մասնագետի հետ, Այդա Խզրցյանի, անպայման լսեք, որովհետեւ երեխան եւ սնունդը կարեւոր են, որովհետեւ չուտող երեխա չկա։